Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահի Անկարա այցը եւ թուրք-ադրբեջանական ծրագրերի մասին հայտնի ելույթը, երբ նա հերթական անգամ կեղծել էր պատմությունը ու փաստացի տարածքային հավակնություններ առաջ քաշել Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ կրկին թշնամական տեղեկատվական տիրույթին, պատգամավորների եւ փորձագիտական մակարդակով նյութ էր տրամադրել լծվելու Սյունիքի մասին Ալիևյան կեղծիքների ապացույցմանը, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հարապետյանը։ Այդ փորձագետի այդ արշավի մաս է կազմում նաեւ ադրբեջանական ASTV հեռուստաընկերությունը, որի Կիրակնորյա գլխավոր թողարկման մեջ կրկին անդրադառնում են Սյունիքին ու Հայաստանի հանդեպ ունեցած տարածքային հավակնություններին, վերհիշելով իբրև պատմական անարդարությունը եւ Ալիևի տարբեր ելույթներ, որտեղ նա ասում է, թե Սյունիքը սեպ է թյուրքական աշխարհի համար։ Ադրբեջանագետը ահազանգում է ASTV-ին, արտահայտում է Ալիևի հետագա ագրեսիվ քայլերի ուղղվածությունն ու նպատակները։ Չնայած Իգդիր Նախիջևան գազամուղի շահագործմանը Ադրբեջանը չի դադարեցնի Իրանից սվոփ եղանակով ինքնավար հանրապետության գազամատակարարումը։ Ադրբեջանի կառավարությունը մշակել է Նախիջևանում հանքարդյունաբերության եւ մետաղաձուլական արտադրություն ծավալելու ծրագիր եւ ձեռնարկությունների գործունեությունը ծավալելու համար լրացուցիչ էներգակիրներ ներգրավելու անհրաժեշտություն կա։ Այսինքն Թուրքիայից ներկրվող բնական գազն օգտագործվելու է արտադրական նպատակներով։ Ուստի հարց է ծագում, ինչ նպատակով է Թուրքիայից Նախիջևան գազ մատակարարվելու։ Ադրբեջանական իշխանամերձ մեդիան գրում է, որ Նախիջևանի ինքնավարության տարածքում կան հազվագյուտ մետաղներ, որ Մեղրի Օրդուբա հանքային շերտի մաս են կազմում։ Ստացվում է Նախիջևանի տարածքի հազվագյուտ մետաղները Բաքվում համարում են Մեղրի Օրդուբա հանքային շերտում։ Եվ խոսքն այնպիսի մետաղների մասին է, որ առկա են Ուկրաինայում եւ որոնց արդյունահանման շուրջ համաձայնության են փորձում հասնել Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Չէ՞ որ Մեղրին Հայաստանի սուվերեն տարածքն է։ Նրա անդերքը պատկանում է հայ ժողովրդին, ինչպես նաև շահագործման իրավունքը, ինչը ակնարկում թշնամական մեդիան գրելով, որ Միացյալ Նահանգների նախագահը շահագրգռված է հազվագյուտ մետաղների պաշարների արդյունահանմամբ եւ դիտարկելու է Նախիջևանում համապատասխան արդյունաբերական ենթակառուցվածքների ստեղծման հեռանկարը։ Եթե Վաշինգտոնում ադրբեջանական լոբիստական շրջանակներին հաջողվի Դոնալդ Թրամփին ներշնչել, որ Մեղրի Օրդուբա հանքային շերտի շահագործումը որոշակի չափով կբավարարի հազվագյուտ մետաղների նկատմամբ ամերիկյան գործարար շրջանակների հետաքրքրությունը, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար։ Պետք է հաշվի առնել նաև, որ Թրամփը նախկինում բավական սերտ կապեր է ունեցել ԱՄՆ ադրբեջանական շրջանակների հետ եւ Բաքվում կառուցապատման մի քանի նախագիծ է իրականացրել։ Ադրբեջանցի կամ ծագումով Ադրբեջանից մի քանի միլիարդատեր գործարարներ կապված են Ռուսաստանի իշխանությունների եւ հատուկ ծառայությունների հետ։ Հավանական է, որ Ալիևը փորձում է Թրամփին բիզնես ծրագիր առաջարկել։ Նա կարող է ֆինանսավորել Նախիջևանում հազվագյուտ մետաղների արդյունահանումը եւ վերամշակող արտադրական ենթակառուցվածքների ստեղծումը, եթե ԱՄՆ նախագահն այդ նախագիծը դիտարկի Մեղրի Օրդուբա հանքային շերտի կտրվածքով։ Վերլուծաբանի խոսքով, եթե գաղափարը քննարկման փուլ մտնի, բնականաբար շոշափվելու է նաև կոմունիկացիաների հարցը։ ԱՄՆ-հովանու ներքո, բայց ադրբեջանական ներդրումների հաշվին Մեղրի Օրդուբա հանքային շերտի շահագործումը ենթադրում է այնպիսի կարգավորումներ, որ պետք է ապահովեն համատեղ տնտեսական գործունեության եւ արտադրանքի իրացման պարզեցված եւ արտոնյալ պայմաններ։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ վստահեցնում է, Միացյալ Նահանգներին այլևս հետաքրքիր չէ Սյունիքով անցնող միջանցքը։ Կենտրոնական Ասիայում կա ռեսուրս, Եմենն ու ԱՄՆ-ն այնտեղ ռեսուրսի համար փող են դրել։ Ղազախստանում նավթային հանքերն են, Ուզբեկստանում գազի հանքեր։ Այդ ռեսուրսը պետք է գար միջին միջանցքով, հարավային Կովկասով անցներ, գնար դեպի Սևծով կամ Թուրքիա, այնտեղից էլ ԵՄ ու ԱՄՆ։ Դրա համար Արցախը հանձնվեց, այսինքն Արցախը թույլ չէր տալիս, փակ էր, ռեսուրսի գալու ճանապարհը փակ էր։ Արցախը տապալեցին, որ երկրորդ ճանապարհ բացեն, Զանգեզուրի միջանցքը բացվի, որ այդ ռեսուրսը գնա։ Հիմա ԱՄՆ գլոբալիստներին դա չի հետաքրքրում, քանի որ կա Գրենլանդիա։ Գրենլանդիան փոքր կղզի է, որը իր հազվագյուտ մետաղներով գերազանցում է Կենտրոնական Ասիային, բացի այդ ավելի մոտ է ԱՄՆ-ին։ Քաղտեխնոլոգը նշում է, որ բացի այդ Կենտրոնական Ասիայում բազմաթիվ այլ երկրների շահեր կան, ինչի համար Միացյալ Նահանգների համար միջին միջանցքը եւ Կենտրոնական Ասիան այլևս հետաքրքիր չեն։ Ռիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։